Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով իշխանական պատգամավորները Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում 3 դեմ են քվեարկել իր 3 ընդդիմադիր մյուս գործընկերների եւ Եվրախորհրդարանի 2 սոցիալիստ պատգամավորների առաջարկին, որով Ադրբեջանին պահանջ էր ներկայացվում միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքը իրենց հայրենիք։ Դեմ քվեարկել են միայն ԿՊԱ-ականները։ Պատգամավորները Եվրանեստի քաղաքական կոմիտեի զեկույցի վերջնական տարբերակում էին առաջարկել փոփոխությունը։ Ըստ Արթուր Խաչատրյանի նախնական տարբերակում վերահաստատվել է Ադրբեջանում պահվող գերիների եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հարցը լուծելու անհրաժեշտությունը։ Իրենք գրավոր առաջարկել էին ավելի հստակեցնել ձևակերպումները։ Ի վերջո նախնական տարբերակն է ընդունվել։ Երևանում անցկացված նիստի տեսագրությունից պարզ է դառնում, երբ Արթուր Խաչատրյանը իրենց առաջարկին կողմ քվեարկելու կոչ է անում, նրանից հետո խոսք է վերցնում քաղաքացիական պայմանագրից Արման Եղոյանը Հայաստանի իշխանության դիրքորոշումը ներկայացնելու համար։ Officials who are in charge for Armenian foreign policy currently do not present such demand to Azerbaijan. Պարոն Խաչատրյանի նշած փոփոխությունը հետևյալն է. կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին եւ այլ պահվող անձանց։ Մենք սրան դեմ չենք, բայց շարունակությունը հետևյալն է. ապահովել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի անվտանգ հավաքական վերադարձը իրենց հայրենիք միջազգային պաշտպանության ներքո։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաները նման պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանին։ Armenian foreign policy currently do not present such demand to Azerbaijan. Լուսատախտակին կոնկրետ քվեարկողների անունները տեսանելի չէին։ Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի պնդմամբ դեմ են քվեարկել իշխանական 4 պատգամավորներ, որոնցից մեկը Մարիա Կարապետյանն է եղել, մյուսը Սարգիս Խանդանյանը, բայց քանի որ մեծամասնությունը ձեռնպահ է քվեարկել, կողմ ձայները բավարար չեն եղել փոփոխությունն ընդունելու համար։ Ազատության հետ զրույցում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հաստատեց, որ դեմ է քվեարկել։ Գրավոր պատասխանում նույն հանձնաժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանը ըստ էության չհերքեց։ Հայաստանի արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը չի ներառում Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի կառավարող ուժի պատգամավորները իրենց ելույթներում եւ քվեարկություններում բնականաբար հետևում են կառավարող ուժի արտաքին եւ անվտանգային քաղաքականությանը։ Ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի խոսքով քվեարկությունից առաջ եվրոպացի գործընկերները իրեն գրել են, որ Հայաստանի կառավարությունը աշխատանքներ է տանում, որ պատգամավորները կողմ չքվեարկեն առաջարկին։ Անուններ Խաչատրյանի խոսքով չեն տվել։ Նրանք տարան լոբինգ արեցին, որպեսզի փոփոխությունը չանցնի։ Կողմ չքվեարկել, դեմ է քվեարկել, բայց չասել, որ դա Հայաստանի քաղաքականությունը չի, մարդկանց չհորդորեին կողմ չքվեարկել։ Հաջողն է, որ յուրաքանչյուր մարդ քվեարկեր իր ուզածով, իր որոշումով, ապա կանցներ, որովհետև այդ նույն եվրոխորհրդարանականները Եվրոպայում այդ տեքստին կողմ են քվեարկել։ Կառավարող ուժի պատգամավորներն ընդդիմադիր պատգամավորների առաջարկների վերաբերյալ նախահարցակ կարծիք չեն հայտնել ոչ մեկի եւ մասնավորապես Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին։ Ընդդիմությունը տեղի ունեցածը Ադրբեջանին հաճոյանալ է որակում։ Իքոր Փաշտյանի քաղաքականությունն է ենթարկվել Ալիևի բոլոր պահանջներին, քանի որ ինքը գիտակցում է, որ իր պաշտոնավարումը եւ անվերընտրությունը ամբողջապես կախված է Ալիևի կապրիզից։ Իրան պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված լինի խաղաղություն, դա կլինի Ալիևի ստորագրությունը, որ ինքը գնա եւ ասի, տեսեք, մենք արդեն խաղաղություն ենք հաստատել։ Փաշինյանի թիմակից Ազգային ժողովի նախագահը հարց է տալիս. կա մեկը, որը կարող է հայտարարել, որ կապահովի հայերի վերադարձը Ղարաբաղ։ Դա մեծ խոսալով չի, կենացներ ասելով չի։ Բնական է, որ ինչ որ ժամանակ անց, այո, ինչ որ մարդիկ, երբ որ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ միգուցե իրանց տներում ապրեն, եթե այդ հնարավորությունը լինի։ Իհարկե դա, բայց այսօր խոսալ էդի ինչ կենաց։ Ուզում հասկանամ ում ենք մենք բանանում ձեռք առնում, էլի լուրջ։ Այսինքն հիմա Ղարաբաղի բնակիչներ կան, մարդիկ կան, ուզում են այդքան Հայաստանի իշխանությունը ասում է, չէ, մի գնացեք, մենք դեմ ենք։
Ազգային ժողովի նախագահը իր կուսակիցների քվեարկությանն այսօր չանդրադարձավ, երբ լրագրողները հարցնում էին եվրոպացիների քվեարկության վրա ազդելու մասին, պնդում էր չգիտի ինչի մասին է խոսքը։ Ադրբեջանը Եվրանեստի երևանյան նիստին հրաժարվել էր մասնակցել, քննադատելով Եվրախորհրդարանի հայտարարություններն ու պնդելով, թե դրանք հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։